Գևորգյանների ընտանիքը ամեն տարի Սուրբ Հարության տոնին պապենական տանն է հավաքվում։ Ազատագրված Հալեպի հայերը այս տարի ուրախ ու հանգիստ են պատրաստվել Զատկին։ Նախորդ 5 տարիներին ռումբերի ձայնից տոնի սիրտ չկար։ Արդեն երկրորդ տարին է ընտանեկան հավաքը կիսատ է։ Պատերազմող Հալեպից հեռացել է տան կրտսերը Թովմասը, տիկնոջ ու 2 երեխաների հետ։ Կարոտում են, բայց չեն տխրում։ Ընտանիքի մյուս կեսը ուրիշ տեղ չէ, Հայաստանում է։ Մենք հայերենին մեջ այդչափ արաբերեն չենք խառնած, որքան դուք ռուսերեն։ Թովմասի ընտանիքի համար էլ Հայաստանում առաջին դժվարությունը լեզուն է եղել։ Հիմա լավ է, աշխատանք ունեն, երեխաներն էլ հարմարվել են դպրոցում։ Զատիկը Հայաստանում ուրիշ է, ասում են։ Հալեպում իրենք են պահպանում ավանդույթը, այստեղ դա բոլորն են անում։ Քրիստոս հարյավի մերելոց։ Օրհնյալ է հարություն Քրիստոսի։ Եկել են Սուրբ Սարգիս եկեղեցի հոգևոր լույսը տուն տանելու։ Հավատում են, որ պատերազմը Հալեպում վերջ է ունենալու, բայց ուզում են ծնողներին էլ Հայաստան բերել։ Տանը հոգևոր լույսն է, տոնը կենցաղում։ Սեթրակնուրի տան այսօրվա խորհրդից ամենաշատը հավկիթով կռվելն են սիրում, այնքան են կռվում, մինչև հավասարվի հաշիվը, հաղթող պարտվող չլինի։ Հավասար է։ Սեղանին ինչ կա, բոլորը Մարինան է պատրաստել։ Տիկին ընտրել իմացա, երբ գովում ես կնոջ պատրաստածը, Մուրադի հպարտությամբ Թովմասն է ասում։ Բայց սեղանը հետո, հիմա ամենասպասվածը։ Բոլորը հավաքվել են համակարգչի առաջ ու ափսոսում։ Ինչու է ընտանիքը այդ արկղով շփվում։ Ռուբեն գլսես։ Չէր լսում, հեռախոսն ավելի հուսալի դուրս եկավ։ Բաբական ջող սեղան շուտ գերեք։ Տարի զատիկներ, լավորեր։ Նմանաբես, լավորեր ծեզի։ Ձեզի ալորքուր։ Հեռախոսով թե տեսակապով կարոտը չի մեղմվում։ Պատերազմի պատճառով մեր ծնողքեն հերու եղանք, եղբայրես հերու եղանք, ամենադժվար բաժինն է, մնացած ամենը հեշտ է։ Սուրբ Զատկի տոնին ընտանիքը մի ցանկություն ունի, մյուս տարի այսօրը միասին լինել։ Ոնց պատերազմ, ոնց խաղաղություն, ոնց աշխատանք, կյանքը նորմալ ընթացքի մեջ է, հոն քիչ մը դժվար էր։ Բարեմաղթանքն էլ մեկն է, լավ զատիկներ, լավ օրեր, հուսանք Երևանին մեջ։ Լարա Արաքելյան, Մարիա Գաբրիելյան, Լիլիթ Դանիելյան, Հովանես Քյոսեյան, Պերճ Պողիկյան, Վաչագան Պետրոսյան, 360 աստիճան, Հալեպ, Երևան։